Հայաստանում առողջապահական նոր համակարգը սկսել է գործել փուլ առ փուլ, փոխելով բժշկական ծառայություններից օգտվելու նախկին մեխանիզմը։ Նոր մոտեցմամբ քաղաքացիները կարող են օգտվել անհրաժեշտ բուժօգնությունից օրենքով սահմանված կարգով։ 2026 թվականից առողջապահական համապարփակ ապահովագրության համակարգի առաջին փուլում ընդգրկվելու են մինչև 18 տարեկանները 65 եւ ավելի բարձր տարիք ունեցող քաղաքացիները, ինչպես նաեւ հաշմանդամություն ունեցող անձինք։ Այս խմբերի համար ապահովագրության վճարներն ամբողջությամբ հոգալու է պետությունը։ Նրանք օգտվում են պոլիկլինիկական ծառայությունից անվճար, ունեն հավելյալ լրացուցիչ հետազոտությունների, հիվանդանոց պարկելու, գործիքային քննություններից, ստացիոնար բուժումներից օգտվելու հնարավորություն։ Մինչև հիմա կատարակտա ախտորոշումը մեծ մասամբ տարիքային խնդիր է։ Եթե վճարունակ չի եղել, չի վիրահատվել, բայց 65-ից բարձր բնակիչները ունեն արտոնություններ, օգտվելու ապահովագրություն ունեն, դիմում են, ուղեգիր են ստանում ու գնում են վիրահատության։ Աշխատանքի մեջ առանձնապես չկա փոփոխություն, բայց դիմողների շրջանակներում 65+ այդ տարիքային խմբերում, ովքեր որ չունեին որևէ սոցիալական խմբին չէին պատկանում, որ արտոնություններին օգտվեին, արդեն նրանք ունեն այդ արտոնությունը եւ օգտվում են։ Խնդիրները ավելի շատ մեր անփորձությունից է գալիս, երևի դա ժամանակի հարց է, ընթացքում կուղղվեն այդ ամեն ինչը եւ համակարգի կոնկրետ Արմեդ համակարգի հետ է կապված, դա ժամանակի հարց է։ Ամեն օր, ամեն ժամ այդ ամեն ինչը մենք գոլեգաներով քննարկում ենք եւ այդ բացերը լրացվում է ամեն անգամ։ Նոր համակարգով պարտադիր ապահովագրության դաշտ են մտնելու նաև աշխատող քաղաքացիները։ Եթե ամսական աշխատավարձը գերազանցում է 200,000 դրամը, ապահովագրական վճարը կկատարվի աշխատավարձից ամսական պահումներով, տարեկան կազմելով 129,600 դրամ, իսկ անհատ ձեռնարկատերերը պետք է վճարեն միանվագ, եթե նրանց շրջանառությունը գերազանցում է 2,400,000 դրամը։ Արդեն պացիենտները մեր մոտ գալիս են նեղ մասնագետի կողմից ցուցումով, այսինքն պացիենտը ինքնուրույն չի կարող գալ ասել ես ուզում եմ ասեմ կատե կամ դուպլեքս հետազոտություն, սկզբնականում պետք է դիմի համապատասխան նեղ մասնագետին, խորհրդատվությունը ասելուց հետո կդիմի արդեն մեզ առողջության առաջնային պահպանման օղակ, որից հետո արդեն էլեկտրոնային տարբերակով կուղեգրվի տվյալ բուժհաստատություն։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի տվյալներով հունվարի 15-ի ժամը 10-ի դրությամբ առողջապահական ապահովագրական համակարգով արդեն իսկ գրանցվել է 87,048 դեպք։ Դրանցից 7,739 ամբուլատոր այցեր են, իսկ 8,612-ը հիվանդանոցային դեպքեր։ Այս թվերը ըստ նախարարի վկայում են, որ համակարգը գործնականում արդեն աշխատում է։ 2017-ից գործում է առողջության էլեկտրոնային համակարգը, Արմեդ համակարգը, որտեղ մեր պացիենտների մեծ մասը գրանցված են։ Եվ ամեն այս կարգավորումները, այն ինչի մասին, որ պետք է իմանա պացիենտը, այդ կարգավորումները Արմեդ էլեկտրոնային առողջապահության համակարգում շատ հանգիստ կարող են ակտիվացնելով ծանոթանալ ամեն ինչին։ Ուրեմն մենք ունեինք մի խավ, որը անցել էր կենսաթոշակի, ստանում էր իր տարիքային կենսաթոշակը, որևէ այլ արտոնություն չուներ օգտվելու առողջապահական պետական պատվերով տրամադրվող որևէ առողջապահական ծրագրից։ Եվ ամենախոցելի խավն էր, ընդհանրապես ապրում էր իր կենսաթոշակով։ Ու շատ հաճախ էին լինում մեզ այստեղ դիմումներ, վարչություն շատ հաճախ դիմում էին, մենք փորձում էինք հնարավորինս ֆինանսական աջակցություն տրամադրելով կամ ինչ-որ այլ տարբերակ փնտրելով իրենց այդ առողջապահական ծառայությունը ինչ-որ ձևով փակել, բայց հիմա, երբ որ արդեն ներդրվեց առողջապահության ապահովագրական այս համակարգը, այդ խավը ամբողջությամբ այդ խնդրից փաստորեն ինքը կարող է օգտվել առողջապահական ծառայություններից առանց որևէ խնդրի։ Ապահովագրական փաթեթը ներառում է առաջնային բժշկական օգնություն, ամբուլատոր ծառայություններ, մասնագետների խորհրդատվություններ, կանխարգելիչ ծրագրեր եւ որոշ վիրահատական միջամտություններ։ Մենք արդեն աշխատել ապահովագրությունով շատ հարցեր ընթացքում դերևս, քանի որ ինքը փուլային տարբերակով է եւ օրենքի չափն էլ բավական մեծ է եւ ուսումնասիրման կարիք ունի,
մեր կողմից որպես բուժտարայություն մատուցողների բնականաբար ընթացքից հարցեր ծագում են, փորձում ենք տնօրինության, առողջապահության բաժնի հետ այդ հարցերը կարգավորել։ Երեկվա դրությամբ օրինակ ես եւս բացեր եմ ունեցել, հարցեր եմ ունեցել, որոնք օրվա վերջում կարգավորվել են եւ ամեն օր ուսումնասիրում ենք եւ կարծում եմ մի փոքր ժամանակ հետո շատ ավելի հանգիստ կկարողանանք ապահովագրություն ծառայությունները մատուցել բնակչությանը։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի խոսքով համակարգը համընդհանուր է, սակայն չի ներառելու բոլոր հնարավոր ծառայությունները, առաջնահերթությունը տալով կենսական նշանակություն ունեցող բուժօգնությանը։ Կարող է օգտվել, շատ լավ է, թոշակառուները մինչև 18 տարեկան ով որ երեխաներ ունի, իրենց համար պարզ բան է, որ շատ լավ միջոց է անվճար կամ չգիտեմ ինչ փաթեթներ կա օգտվելու, քանի որ մենք չենք օգտվի, չունենք նման տարիքային մարդունը, բժշկությունը եթե անվճար է, որոշ մարդիկ կարող են օգտվել, շատ մեծ դրական փոփոխություն է մարդկանց համար։ Այսօր եկել էի այցելության, արդեն տեղ չունենք ինչ որ երկուշաբթի օրը կուկամ։ Նոր առողջապահական ապահովագրական համակարգի արդյունավետությունը կգնահատվի ժամանակի ընթացքում, սակայն հիմա այն ներկայացվում է որպես քայլ բուժօգնությունն առավել հասանելի դարձնելու եւ սոցիալական պաշտպանությունն ամրապնդելու ուղղությամբ։ Սյուզաննա Խարատյան, Խան Հովանեսյան, այսօր։